մեր ընդդիմության մի հսկայական հատվածի կամ ամենաակտիվ հատվածի խոսույթները եւ քաղաքականությունները մշակվում են Հայաստանից դուրս։ Իրենք ներքաղաքական կյանքի հետ ոչ մի կապ չունեն։ Իրենց կապը արտաքին քաղաքական օրակարգերի հետ է եւ իրենք արտաքին քաղաքականության ներքին արգելակներն են, այսպես ասենք։ Իսկ ժողովրդավարական կյանքը, ժողովրդավարական երկրին եւ ժողովրդավարական կառավարության չի կարող թույլատրել կամ չի կարող խանգարել, որովհետեւ դա քննարկում է, դեբատ է սկզբունքների շուրջ եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ել եմ ասում, այն ինչ որ դուք նկատի ունեք, ընդդիմության սեգմենտում մենք ունենք ընդհանրապես արտաքին էմիսարներ, որոնք կատարում են արտաքին հանձնարարականներ։ Բառից բուն ուղիղ իմաստով, եւ դա կարծում եմ ակնհայտ է։ Եվ այստեղ խնդիրը հարցը, որը քննարկվում է այդ հարաբերությունների մեջ, եթե ներքաղաքականի կոնտեքստում նայենք, մի բանի մասին, Հայաստանի Հանրապետությունը պետքա լինի անկախ պետություն, թե պետքա չլինի անկախ պետություն, թե պետքա լինի պսևդո, այսինքն այն որ ասում են ԱՆՄ կա, ԱՄՆ չկա, տենց։ Այսինքն մենք այս երկու օրակարգերի մեջ է եւ խաղաղության օրակարգն է սրա հետ կապ ունի, որովհետեւ խաղաղությունը ինքը անկախության գործոն է։ Կոնֆլիկտը ինքը կախվածության գործոն է, ինչի մասին ես խոսել եմ, որ այդքան շահարկում են, երբ որ ասել են, որ Ղարաբաղի հարցը օգտագործվել է Հայաստանի պետականությունն անկախության զարգացումը թույլ չտալու համար։ Հիմա այդ թվում ներքաղաքական որոշ ուժեր, ավելի ճիշտ ներքին դաշտում գործող որոշ արտաքին ուժեր դժգոհ են նրանից, որ Հայաստանը հաղթահարել է, ոչ թե հաղթահարում է, այլ հաղթահարել է այդ իրավիճակը։ Հիմա մեզ փորձելու են հետ քաշել եւ այստեղ ինչպես միշտ վճռական խոսքը էլի ժողովրդին դառնելու եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը չի կարող ինքը երդեմ գործել։